Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Երևի բոլորը հիշում եք, չկա մեկը որ մոռացել է, երբ որ Նիկոլը ապար-տապար եկավ մտավ ազգային ժողով ու գոռում էր. եկեք պայմանավորվենք, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Նիկոլ, էդի արցախցիներին չէր վերաբերվում, թե հիմա որ օպերայում տնա վեր արած, տնա զուրկ արած բերել է, դրանք հայեր չեն ձեր համար, հələ մեկ-մեկ էլ մարդ եք ուղարկում այնտեղ մուտիտներ անելու, վիրավորելու, մեկ-մեկ ետմիշ տականքներ են գալի։ Հիմա բանը, ես մի բան կարամ ասեմ ժողովուրդ, որ այս Արցախյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր, ինչից ելնելով ես դա ասեմ։ Օրինակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին էր պատերազմը։ Նիկոլը բոլոր նրանք, ովքեր չէին գնալու պատերազմ, անպայման Զարանի նախորդ զգուշացրել էր։ Հենց մեկը վերցնեմ իմ աչքի առաջ մեր գյուղի այդ արտախորհրդանական ճիճու, թուրք, Արամ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին, թե 25-ին պայմանավորված ընտանիք հանդերձ, որպեսզի ոչ տղուն, չնայած նրանց որի տեղ են գնացել, բանա կամ ծառա է, բայց գնացել նկարվել են տանկերի հետ իբր կռիվ են անում, էլի, ու բանը կորոնավիրուսով ընտանիք հանդերձ վարակվեցին, սեպտեմբերի 25-ին, թե 26-ին, էդի կարող եք ճշտել, բայց 27-ին եղավ պատերազմը, հետաքրքիր է, այդ ոնց եղավ, որ ասենք հենց նույն այդ մի օր առաջ կամ երկու օր առաջ, ինչի համար Տիգրան Խզմալյան, այն բանը, Չիբուխչյան, այդ վիժված զերոյական կենթանին, Արման Բաբաջանյան, ասենք դրանցից որևէ մեկը չմասնակցեց, մեկը կորոնայով էր, մեկը փախել էր, դրանք ոչ մեկ չմասնակցեցին պատերազմին։ Նիկոլ, հիմա մի անամետ հարց տամ, եթե դու պարտված չես, հիմա դու գոնե ասենք որ ասում ես ինչ էլ որ լինի, մեկ պարտված չենք համարելու։ Հիմա այդ կռիվը մի կողմ թողած, դու Փարաքյարում պարտվել ես թե չէ, եթե դու հասկանում ես ինչ է նշանակում պարտվել է։ Գյումրիում պարտվել ես թե չէ, չնայած Գյումրիում դու հավաքանիներին կփորձես կուպի տանես ինչ-որ մեկին, քո կպայականներին, բայց դու արդեն հասկացար, չէ, որ ասենք թե գյումրեցիները, թե Փարաքյարում, ասենք ընտրեցին ոչ թե Մանեթ ապրիլի երկիր կուսակցությանը, ոչ թե ընդեղ էլ ընտրեցին ոչ թե Վարդան Ղուկասյանին կամ մեկ էլ մյուսին, պարզապես թե այնտեղ, թե մի տեղը չընտրեցին ՔՊ-ին, որովհետև ազգովի տեսին են, զզվում են ձեզանից։ Հիմա դու գոնե պարտված զգում ես էդի քեզ։ Մի անամետ հարց տամ, էլի Նիկոլ, աշխարհի բոլոր պետությունները ունի ղեկավար, նախագահ, վարչապետ եւ այլն։ Կառավարություններում լինում են նիստեր, կառավարության նիստեր, ազգային ժողով գնում են թե նախագահը, թե վարչապետը։ Ես չեմ տեսել մի հատ, չնայած դու դիտում էլ չունես, չեմ տեսել մի հատ նիստ, որտեղ դու չխնդաս, չհռռաս։ Ինչ ես դու դրանով ուզում ասելու։ Հա, լավ դու ամոթ չես անում, ինչի համար ես ծիծաղում։ Արդյոք դու ուզում ես ցույց տաս, որ դու, չգիտեմ, հոգեկան խանգարում ունես, թե ինչի համար ես անդադ խնդում, հատկապես այսօրվա Հայաստանի վիճակից ելնելով։ Ես չեմ տեսել մի անգամ կառավարության նիստ, որտեղ դու չհռռաս, ինչ-որ մի բան մոգոնում ու խնդում ես, բայց իրականում դու ժողովրդական չես, դու բռնապետ ես, երբ որ ԽՍՀՄ փլուզվավ, ամենահզոր բռնապետը Նազարբաևն էր, Ղազախստանի Նազարբաևը, իր աղջիկը, բանը, դու տվիր բոլորին անցար, Նազարբաևը այնքան ատուպանիր բդուդի, որ կոնոման բռնապետ լեի, բայց քեզ մի լավ խորհուրդ եմ ուզում տամ, քեզ անդադ խաբում են Ալեն Ռոբերտիչը, ես ասում եմ Ռոբերտիչ, քանի որ Ալեն Սիմոնյանն է վերաբերվում, դե հայրանը Ռոբերտ է, ինքը շատ է սիրում Ռոբերտ բառը, ժամանակ առ ժամանակ անդադ օգտագործում է ազգային ժողովում,
Արմեն Ռոբերտիչը եւ այն բանը անտրոպիկ ծառայած Վահագն Ալեքսանյանը, որ մենք հաջորդ տարի ընտրություններում հաղթելու ենք։ Ուրեմն լսեք, եթե դուք նոր իհայտ եկած լեիք, ինչ որ խոստումներ տայիք, մեղրու կարակ խոստանայիք եւ այլն, էլի կասեիք, բայց հիմա ամեն դեպքում, եթե դու ավելի լավ կանես, Նիկոլ, էլի հարյունչուրը միջև հարգանք մնալու համար, դու ինքը չառաջադրվես, ԿՊ-ն ընդհանրապես չառաջադրվի։ Ձեզի դու պետք է քարոզես մարդկանց։ Ինչ պետք է քարոզես։ Ես գիտեմ դու պետք է ասես կորոնավիրուսը իմ ջեբը գցես Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ կա չկա, նոր սուտ պետք է հորինես։ Դու մենակ ճիշտն ասա։ Ուրիշ քարոզելու, հա, մեկ էլ պետք է ասես հաջորդ տարի դառնա 8 տարի։ Եվ 8 տարվա ընթացքում մեր արտաքին պարկը դարձել է 8 միլիարդ դոլար։ Դու չես կարողանալու ցույց տաս 8 հատ աշխատատեղ։ 8 աշխատատեղ չես կարողանալու ցույց տաս։ Այն որ Նարեկ Սարգսյան ունես, այն որ իդեպ ասեմ 50 միլիոն դոլար Նարեկ Սարգսյանի հովանավորությամբ ըստ շրջանառվող լուրերի վերանորոգում է իրականացնում Կասկադում, որը իրականացնում է բանը ըստ շրջանառվող լուրերի, նորից եմ ասում, Արամ Սարգսյանի եղբոր փեսա Նոնայի մարդ Գրիգ Տեր-Ղազարյանը ասում են Գրիգ Նարիմանի Տեր-Ղազարյան, ոնց որ թե ադրբեջանցի է, դրա համար է, որ այդ մարդիկ ադրբեջանցի շատ է սիրում, Գրիգ Նարիմանի Տեր-Ղազարյան, էդի ես տեսել եմ Facebook-ում, հիմա բանը մի 50 միլիոն դոլար արդեն ներդրում ես արել, որտեղ մեր հայկական հայի փողերով, այդ հարկատուների փողերով դրել է տիպր դոլարան, հենա արդեն 30-40 հատ մեքենա են առաբեր է, ոնց որ թե այդ էլ երկաթ եք արտահանում, մակուլատուրա հետ բերեք, իպր բիզնես եք անում, այ խուրժաններ, այդ 80 միլիոն դոլարով ամբողջ Գյումրին մի րոպե չէր, մի հոգի պարապ չէր մնա, բոլորը անաշխատունակ մարդ չէր դի, բոլորն աշխատելու էին։ Ղայդին տղեն, դու հատկացար ինչ էր Ղայդին քայլը, ես չեմ կարա գովեմ մեկին, փնովեմ մեկին, այն որ միացան, հա, իդեպ Ղայդին տղեղուն երկու բառ ասեմ, անցնում էի կինոյի շենքով, այդ հարգարժան Պարապետի կինոյի շենքով, վերջին Պարապետի կինոյի շենքով, մի տարիքով մարդ էր նստած, մոտ 70 տարեկան, ով առաջի պատերազմին մասնակցել է։ Նայեմ տենա մարդ չի գնում ընդեղ։ Էսի խնդում էր, ասում եմ, նստեցի կողքը, հարցնում եմ, ասում եմ, այս մարդ չի գալի, ասում եմ, օրինակ Կապիտան Թենքեշի կինոն որել է, ավելի շատ կինո դիտումներ կգային, մարդիկ կգային, քան այս կինոն։ Այդ ինչի համար, այ Ղայդին տղա, մի անգամ դու այդ արտախորհրդանական ճիճուները քննադատել եք հանգարց Նիկոլի վարած քաղաքականությունը, Նիկոլի տնտեսությունը, մի անգամ քննադատել եք, մի անգամ գնահատական տվել եք Արցախի կորուստին, մի անգամ որևէ մեկը, մեկ էլ որ չեն ասում, այդ Արամը տականք է, այն մի աղբեր, մեկից տականք է, կարա, պտուղը ծառի տակ, չի կարելի ծիրանի ծառի տակ դեղս մանգալ, մեկից տականքներ եք, ուրեմն ինչի համար չեն գնում, ձեր պահվածքի համար, արդյոք Վազգենի դուրը կգար, այս իրավիճակը, չէ, հաստատ չէր գա, այ դրա համար, մարդիկ տենում են, թելու ոնց մդար Քոչյանի տակ, որից հետո մդար Սերժի տակ, հիմա էլ Նիկոլի տակ, այդ են սողալով, դու քո ձևով, աղբերի դիրա ձևով, դուք երկուսնել գործ տվող եք էլ է, Արամ դու կոնկրետ կորեգագոյին բռնել տվեցիր, ում ընտանիքի հետ աղբերություն էր անում, գնացին նստան, են էլ թաթուլին, օղորմատիկ թաթուլին բռնել տվեց, մինչև մոր ձեռից փողվեք ալեք, նոր բաց թողեք, դուք գործ տվողներ եք էլ է, հիմա բերել եք մեհադելի պրտե ճանաչված տղա, Նարիման, չգիտեմ, Նարիմանը ես ինչքան որ գիտեմ ադրբեջանական անուն է, Գրիգոր Նարիմանի Տեր-Ղազարյան, կներեք ժողովուրդ։